Փառք Աստծուն այսօրվա համար, ուրեմն մենք ճշմարտության 33 նիստերից հասանք վերջին թեմային, 33-րդ թեմային, որը կոչվում է տերունական ընթրիք։ Իհարկե ամեն ուսուցում անցնելուց հետո եկանք մկրտությունից հետո տերունական ընթրիք պետք է կատարվի։ Տերունական ընթրիքը համարյա նույն խորհուրդներն է պարունակում ինչ-որ ջրով մկրտությունը, սակայն մենք որոշ տարբերություններ կնշենք թեմայի մեջ ցույց կտանք։ Ուրեմն այս թեման մենք կնայենք 4 բաժիններով, ով է պատվիրում տերունական ընթրիք կատարել, ինչպես է կատարում տերունական ընթրիքը, երրորդը տերունական ընթրիքի խորհուրդը եւ գործնական արդյունքը, եւ 4-ը ով կարող է մասնակցել տերունական ընթրիքին։ Ջրով մկրտությունը չէ նույն հարցադրում ուներ, ով է պատվիրում։ Ուրեմն շատ կարևոր է մեզ համար, որ մենք տեսնենք ով է պատվիրում։ Իհարկե մեր նպատակը ապացուցել արդյոք Աստծուց է թե չէ։ Եթե Աստծուց չի, մեզ պետք չի ինչքան էլ բարի երևա այդ գործողությունը։ Շատ բարիքներ կան, որ թվացial բարիքներն հետո տեսնում ես մարդկության չարիքն են դարձել։ Այդ ավանդությունների մարդիկ ընկել են այդ լծի տակ, այդ օրենքների տակ, այդ կանոնների տակ ու հառաչում են, բրծում չկա, ազատագրում չկա։ Բայց Աստված մեզ ազատության կանչի, նրա բոլոր դրվածները ազատություն են։ Փառք Տիրոջը, այս ճշմարտության համար, ով է պատվիրում, որ լինի տերունական ընթրիք։ Տերունական ընթրիք մենք ասում ենք տերունական ընթրիք, բայց տարբեր խմբերում, եկեղեցիներում միտեղ կոչում են հաց կտրել, միտեղ կոչում են հաղորդություն, գործ կառաքելուց վերցում են, ասում նրանք մասնակցում են առաքյալների հաց կտրելուն, հաղորդությանը, բայց ավելի կոնկրետ դա կոչվում է տերունական ընթրիք։ Այդ հաղորդությունը կարաս ուրիշ ձև նայես, գուցե հաղորդակցության մասին է խոսքը, ոչ թե տերունական ընթրիքի հարցն է այնտեղ։ Բայց մեկ ուրիշ տեղ Սուրբ Գիրքը ասում է այն հացը, որ կտրում ենք, չէ՞ որ հաղորդություն է Տիրոջ մարմնին, կամ այդ գինի որ խմենք հաղորդություն Տիրոջ արյան, բայց ընդհանուր Պողոս առաքյալը դա անվանում է տերունական ընթրիք։ Օրինակ մենք կարդանք Ղուկաս 22:19, 20-րդ համարները, ասում է եւ հացը առավ գոհացավ կտրեց նրանց տվեց եւ ասեց. ահա իմ մարմինը, որ ձեզ համար տրվում է, այս արեք իմ հիշատակի համար։ Այդպես է ընթրիքից հետո բաժակն առավ եւ ասեց. այս բաժակը նոր ուխտ է իմ արնով, որ ձեզ համար թափվում է։ Այս արեք իմ հիշատակի համար։ Այսինքն կոնկրետ մենք լսում ենք, որ Տերն է պատվիրել սա։ Սա մարդկային որևէ լավ եղբոր կամ լավ հովվի, առաքյալի, չգիտեմ ում պատվիրան չի, որ մոտ քո անցելա կարելի է այս անել, էլի։ Այլ կոնկրետ Տերն է պատվիրել։ Դրա համար մենք ասում ենք եկեղեցում կա երկու խորհուրդ, որ Տերը ինքն է պատվիրել, մնացած խորհուրդները ուրիշները անում են, չենք հակառակում, բայց չընդունելով էլ մենք մեզ մեղավոր չենք զգում, որտեղ ապացուցե գրքից է, որտեղ եթե ես մերժում եմ Աստծո կամքը, այդ ժամանակ կարող եմ խշմտանք ունենալ, մեղավոր զգալ, բայց եթե չէ, ես պարտական չեմ մարդկային, թեկուզ լավ կոչված խորհուրդները ընդունենք ու բերենք փաթաթենք ձեր վզին։ Այդպես չի։ Կամ առաջին Կորինթացիների 11:20 խոսքից կարդամ, արդ երբ որ մեկտեղ եք ժողովում, սա տերունական ընթրիք ուտել չէ, որ ամեն մեկ առաջ իր ընթրիքն է անում ուտելու ժամանակ եւ մեկը սոված է, մյուսը հարբած։ Այսինքն ուշադրություն դարձնում եք, որ առաքյալը անվանում է տերունական ընթրիք։ Իրանք կարծում են տերունական ընթրիք են անում, բայց որ շեղված են ձևերից, վերաբերմունքից, ասում են սա տերունական ընթրիք ուտել չի։ Հիմա կարդամ ձեզ համար 23-րդ խոսքից, ինչ ասում, որտեղ ես Տիրոջից ընդունեցի այն, որ ձեզ ավանդեցի, որ Տեր Հիսուսն այն գիշեր, որ մատնվում էր, հացը առավ եւ գոհանալուց հետո կտրեց, ասեց. առեք երեկաս իմ մարմինը, որ ձեզ համար կոտրվում է եւ այս արեք իմ հիշատակի համար, այդպես էլ ընթրիք ուտելուց հետո բաժակն առավ, ասաց. այս բաժակը նոր ուխտ է իմ արնով։ Եվ այս արեք քան անգամ որ խմեք իմ հիշատակի համար, որտեղ քան անգամ որ այս հացը ուտեք կամ այս բաժակը խմեք, Տիրոջ մահը պատմեք մինչև նա գա։ Այսինքն ինչ է նշանակում։ Մկրտության համար պատվեր կար մեկ անգամ է, մկրտվում բավական է։ Իսկ տերունական ընթրիքի համար Տերը ինքը ասեց եւ Պողոսը մեկնում է։ Ասում է արեք իմ հիշատակի համար, գուցե մեկը մտածեր,
որ ինչպես մկրտությունը, այդպես էլ տերունական ընթրիքը մեկ անգամ անես հերիք է, էլի։ Բայց սա տարբերվում է, Տեր ինքն է ասում, քանի անգամ որ անեք, այս արեք, ասիկն ցույց է տալիս, որ ոչ մի անգամ, բայց ժամանակ չի տալիս Տերը, որ ասի ամիսը մեկ անգամ արեք, 2 ամիսը մեկ անգամ, կամ շաբաթը մեկ անգամ, եւ այլ։ Կարգ է դրված, որ հաճախակի անել եւ քանի անգամ կյանքում Պողոս առաքյալը շարունակում է Տիրոջ միտքը բացատրել, որ ասում է, քանի անգամ որ անեք, Տիրոջ մահը պատմեք, մինչև որ ինքը գա։ Ասենք մինչև իր գալուստը, Տիրոջ գալուստը, տերունական ընթրիք անելու պատվիրան կա, որ պետք է տերունական ընթրիքը կատարվի, քանի անգամ որ անեք։ Ուրեմն սա էլ Տիրոջից է։ Հիմա մենք նայենք երկրորդ բաժինը, թե ինչպես է կատարում տերունական ընթրիքը։ Օրինակ կարճ ենք ներկայացնում։ Իհարկե հերիական զատիկի տոնական սեղանին մենք գիտենք տերունական ընթրիքը երբ կատարվեց, զատիկի տոնական օրը, սեղանի ժամանակ։ Եվ Տերը որպես հավատարիմ Աստծուն մեկը, որպես մարդու որդի նաև, ինքը պարտադիր իր կյանքի այդ ժամանակներում, երբ որ եկել է զատիկի օրը, որտեղ Տիրոջ կողմից, Աստծո կողմից պատվիրված էր Իսրայել ժողովրդին, որ ամեն տարի կատարել այս զատիկը։ Եվ այդ զատիկը ինչ էր հիշեցնում Եգիպտոսից ազատվելու պատմությունը։ Եվ անգամ Տիրոջից հրաման կար, որ ոչ մեկը բաց չթողի այս զատիկը, բոլորը պետք է մասնակցեն, ասիկան ուտեն, ասիկա տեսնում եք ինչ պարտադիր բան էր, անգամ հարգելի պատճառով բացակայողներին առիթ էր տրվում նորից մասնակցելու, ոչ բացակային։ Նմանապես Տեր Հիսուսը ամեն զատիկ մասնակցում էր, կատարում էր որպես Աստծո փրկագործություն։ Բայց վերջին տիրախաշվելուց առաջ զատիկը Տերը կատարելու ժամանակ հետաքրքիր պատվեր տվեց, դե արդեն չեմ մանրամասում է դետալները, առաջի զատիկի ժամանակ կար շատ գինի, անգամ միս, կանաչեղեն, ախորժակաբեր եւ այլ տարբեր ուտելիքներ կային, շատ հաց եւ հрьяաները սովորություն ունեին հենց այդ կարգով, ինչպես որ պատվիրել էր Մովսեսի կողմից, այդ զատիկը կատարեն։ Մատթեոս 26-26-28-ը ձեզ համար կարդամ, ասում է. «Եվ նրանք դեռ ուտում էին, Հիսուսն հացը առավ եւ օրհնելով կտրեց եւ աշակերտներին տվեց եւ ասեց. «Առեք երեք, այս է իմ մարմինը»։ Եվ բաժակը առավ, գոհացավ, նրանց տվեց եւ ասաց. «Խմեցեք դրանց ամենքից, որովհետեւ այդ է իմ արունը նոր ուխտի, որ թափվում է շատերի համար ի թողություն մեղանց», ասենք մեղքերի թողության համար։ Տերը մի նոր բան ասեց, որ արդեն գիտեք ինչքան ժամանակ էր անցել, մոտավորապես 1500 տարի անցել էր, որ իրենք ազատագրվել էին եգիպտական լծից։ Ուրեմն պատկերացնում եք քանի անգամ էր արված։ Բայց ոչ մի սեղանին այսպիսի երևույթ չի եղել, քան որ Տերը արեց, հացը առավ, հետո բաժակն առավ, հացը տվեց ասի իրար մեջ բաժանեք, ոնց որ մի կտոր հաց տվեց, ամենք կտրում էին, ոնց որ մի կտոր որ ուտեն եւ գինին առեք իրար մեջ բաժանեք, ամենքը մի կում խմեն։ Հիմա դե այդ ժամանակ ես չգիտեմ նույն բաժակից վերցեցին կումարեցին, հիմա տարբերություն չկա։ Մենք տեսնում տերունական ընթրիքին կան քանի 100 մարդ, տեսել եք, 3-400 մարդ անգամ գուցե եւ նույն բաժակից չեն կարող բոլորը խմեն։ Եվ նույն կտոր հացը արդեն իրենք չեն փշրում իրար մեջ, ասենք կտրում, այլ ավելի հարմար այդքան մեծ քանակի մեջ, ինչը արվում ծառայողը նույն հացից կտրում է, բաժանում է, բոլոր ինչպես որ Տեր ասաց, հացը բաժանեք իրար մեջ, գինին էլ բաժանեք իրար մեջ, ամենքը այդ գինուց խմեք։ Հիմա Տերը ձևը չի ասել, այդ գինուց ոնց խմեն անպայման, նույն բաժակից խմեն, թե 10 բաժակից խմեն, թե 5 բաժակից խմեն, թե 100 բաժակից խմեն։ Համենայն դեպս նույն գինուց պետք է բաժանվի բոլորին։ Այնպես որ ծայրահեղությունների չետան, մարդ տեղ է եղել, ես ուրիշ ոչ Հայաստանից դուրս մի տեղ գնացի եւ պարզվեց, որ տերունական ընթրիք են ուզում անել, սկզբից որ տերունական ընթրիքը արվեց, սկսվեց տեսա ոմանք sense եկան, մտան ուրիշ սենյակներ, նստեցին,
Ոմանք հոգնած են, ասես կիսա պարկած, պարկեցին, զարմացած ինչ ձև են մասնացում։ Հետո հասկացա, որ խեղճերը ստիպել են որ տենց անի, ասինքն մոտ 4-5 ժամ 50 հոգու համար գնաց տերունական ընթրիք։ Ուրեմն մենք պետք է այնպես անենք, որ հարմար լինի եւ ժամանակն է տերը չի որոշը քանի ժամում բաժնես։ Ինչքան հնարավոր է, այո, ավելի հարմար, ավելի կարճ ժամանակում մատուցես։ Ուրեմն տերը դա ասեց։ Եվ Պողոս առաքյալն էր Կորինթացիների 11:23-26-ում հիշում է նույն դեպքը, ինչպես որ կարդացի վերևում, որ ասում ով է պատվիրում, տերից առա, այսինքն մարդկային գաղափարի բան չէր, տերունական ընթրիք կատարելու արարողություն։ Այլ Պողոս ասում է, որտեղ ես տերից ընդունեցի այն, որ ձեզ ավանդեցի, որ Տեր Հիսուսան գիշեր որ մատնում էր, հացը առավ եւ գոհանալուց հետո կտրեց եւ ասեց առեք երեկասի մարմինը, որ ձեզ համար կոտրում է եւ արեք իմ հիշատակի համար, այնպես է ընթրիք ուտելուց հետո բաժակն առավ եւ ասեց. այս բաժակը նոր ուխտ է իմ արունով, այս արեք քանի անգամ որ խմեք իմ հիշատակի համար։ Եվ հետո Պողոս ասում է քանի անգամ որ այս հացը բաժակ խմեք, Տիրոջ մահը պատմեք մինչև ինքը գա։ Այսինքն Պողոսը ամբողջ զատիկի ընթացքից առանձնացրեց միայն այս հատվածը։ Այսինքն եկեղեցու սա է ասում, ոչ թե առաջվա զատիկի նման արեք միս, կանանչեղեն, լիքը հաց, շատ գինի կամ ախորժակաբերի որոշ բաներ, այլ այս մասն առանձնացնում եւ Տերը ինչ ասեց Մատթեոս 26-28 խոսքում ասում է, որովհետեւ այդ է իմ արունը նոր ուխտի, հետաքրքիր է, որ ասեցի ոչ մի ժամանակ այսպիսի բան չէր խոսվել, 3000 անգամ մարդիկ արել էին զատի եւ չէր խոսվել։ Տեսեք, Տերը խոսեց նոր ուխտի մասին, նոր ուխտ է դնում։ Այդ զատիկը արարողության հին ուխտի արարողություն էր։ Եվ սխալ չէր, որ մարդիկ հիշում են, որովհետեւ Տերն էր պատվիրել։ Նրանք հիշում են Տիրոջ փրկagorցությունը Եգիպտոսից ազատվելու, բայց այս անգամ արդեն ֆիզիկական անձնավորություններից ազատագրման գործունեություն չի եւ ոչ էլ հիշողություն ու ուխտ։ Այս անգամ մենք գիտենք Տերը ինչ է կատարում մեղքից, մեղանչական բնությունից, մեղքի պատժից, այսինքն մեղքի հարց է լուծում, հավիտենական ազատագրում է անում, թեև Իսրայելը ազատվեց Եգիպտոսից, ուշացում դարձեք, ազատվեց Եգիպտոսից, բայց հետագայում մենք տեսնում ենք, իհարկե իրենց թույլտվությամբ, իրենց սխալների պատճառով ազգի մեծ մասը նորից ընկնում էր գերի, օտար ազգերի լծի տակ, ասենք օրինակ Ասորստանի կամ Պարսկաստանի, Մանրաձև Պարսից թագավորներին, սակայն երկրորդը Տերը խոսում է մեղած թողության համար, ոչ թե Եգիպտոսից ազատագրվելու համար, մեղքից ազատագրվելու համար։ Շեշտ դնում է այս ուխտը ինչի հետ է կապված։ Ոչ թե ինչ որ հռոմեացիներից է ուզում ձեզ ազատի։ Տվյալ ժամանակին նույն փարավոնի նմանը կայսրներ նստած ճնշում էր իսրայելցիներին։ Արդեն Տերը Մովսեսի նման մարդու լծիչ չի ազատում իսրայելցիներին եւ ոչ թե միայն իսրայելցիներին, այլ բոլոր ազգերին, պատկերացնում եք, արդեն Աստված իրանց իրարից չի ազատում, իրանց ազատում է իրանց չար բնությունից ու մեղքի պատժից։ Դրանով ասում է նոր ուխտ մեղած թողության համար։ Ուրեմն մենք առաջ անցնենք տերունական ընթրիքը, նորից ինչպես որ ջրով մկրտության համար ասեցինք, պետք է մատուցեն պաշտոնի ծառայողները, ոչ թե ամեն մարդ։ Սխալ է ամեն մարդ մատուցի։ Տերը թողել է առաջնորդների վրա։ Ինչպես մկրտությունը, այդպես էլ այս, որտեղ այստեղ կա վարդապետություն, կա ուսուցում, կա պատմություն։ Ամենքը չեն որ նստեն այդ վարդապետություն անեն, ամենքին տված չի։ Ու հիշեք, որ նաև խորհուրդ կա, խորհրդի մեջ սա կնայենք, որ Տերը ամեն մեկին իր ծառայությունը տվե, ամեն մեկը պետք է իր ծառայությունը կատարի։ Ուրեմն տերունական ընթրիքի խորհուրդը եւ գործնական արդյունքը։ Տերունական ընթրիքը իր մեջ երկու խորհուրդ է ներառում։ Նորից մենք դավանում ենք, այո, որ Աստված Քրիստոսով մեզ փրկել է, եւ երկրորդը մենք դավանում ենք, որ Տերը փրկվածներին դարձել է մեկ ընտանիք, եկեղեցի, անգամ եկեղեցի, որ նշանակում է ժողովք, գիտեք,
ոչ թե ժողովներ, այլ ժողովք, էլի հոգնակի է, բայց մեկացած մարդկանց ժողով էլ մեկացած։ Կարող է ժողովները լինեն Երևանի, ասենք օրինակ Մոսկվայի, ինչ որ օտար քաղաքների, Փարիզում, չգիտեմ, Լոնդոնում, բայց դրանք միասին կոչվում են ժողովք, ընդհանուր ժողովք կա, առանձին ժողովքներ էլ կան։ Այսինքն նրանք միացած խմբեր են, մեկացած։ Ժողովներ կարող ես առանձին հասկանալ, բայց ժողովք կան մեկացած, ոնց է գիրք, այսինքն գրերը մեկացած մեկ նպատակով, մեկ մտքով։ Նմանապես մարդիկ տիրոջ տուն կազմելու, տիրոջ ժողովուրդ։ Այսինքն մենք տերունական ընթրիքով խոստովանում ենք, որ մենք նույն արունով փրկված ենք, նույն արժեքով փրկված ենք, ուխտը բոլորինս է, ուրիշինը չի, կամ միայնիմը չի, այլ ընդհանուրինս է եւ մենք նույն արժեքով ենք փրկվել, նույն արունով, նույն մարմնով։ Դավանում ենք նաեւ մեր արժեքը, դուք պատկերացնում եք, դավանում ենք մեր փրկության արժեքն, որ Քրիստոսի արունով, Քրիստոսի մարմնով։ Այո, արդեն մենք ոնց ասացինք, ազատվեցին մարդիկ Իսրայելի ժողովուրդը եգիպտացիներից, մենք ազատվում ենք մեղքից, նաև մենք ինչ ենք դավանում ենք, մենք ազատ ենք մեղքից։ Այսինքն Քրիստոս մեզ համար մեռավ։ Ինչպես մկրտության մեջ, մենք դավանությունը, չէ՞, Քրիստոսի հետ իմ հին մարդը մեռել է, այստեղ էլ մենք տերունական ընթրիք ուտելով խմելով հիշում ենք Տիրոջ մարմինը, արունը, նպատակն ինչ էր, որ մեր ազատի։ Տեսնում եք, այսինքն հիմնական միտքը կենտրոնական թե տերունական ընթրիքի, թե ջրով մկրտության նույնն է։ Եվ այստեղ չեք տեսնում պատահականություն, որ մարդիկ տարբեր, ասենք, խորհուրդներ են դնում, անգամ խորհուրդներ, որ կյանքի հետ գործ չունի, ինչ-որ մեկի, ինչ-որ մի ժամանակի, մի դարի, ինչ-որ գործունեության պատճառով, բայց այստեղ հավիտենական գործ է դրված։ Այսինքն Տիրոջ արունով, մարմնով, մահով եւ հարցնում մենք հավիտյան ազատվում ենք մեղքի պատասխանատվությունից եւ մեղքի բեռից, այսինքն մեղանչական բնության ծանրությունից։ Ուրեմն ինչ է նշանակում Տերը դիտմամբ երկու խորհրդի մեջ է ներառել է հավիտենական կյանքի հարցը, հավիտենական կյանք ձեռք բերելու հիմնական փաստը, ոչ թե պատահական արարողություն է դրել։ Օրինակ, եկեղեցու մեջ դնենք խորհուրդ, օրինակ ասենք բերքի տոն։ Սա մեջ հավիտենական կյանքի բան չկա։ Կարող ենք անել, սխալ էլ չի եթե անենք, բայց դա մենք չենք կարող բերել եկեղեցուն փաթել որպես պարտադիր խորհուրդ։ Բայց որ հիշենք, շնորհակալ լինենք, Տերը մեզ բերք ու բարիք է տվել, վատ չի։ Բայց քանի որ Տերը չի ասել, սա որպես խորհուրդ ընդունեք, ուղղակի պարզ տվել է, այո, տվել է, բերքը Աստծուն փառք։ Ուրիշ բաներ չփնտրել։ Բայց այստեղ մենք տեսնում ենք արդեն այս արարողությունների մեջ Քրիստոսի խաչ գոյություն ունի, մահ ու հարություն գոյություն ունի։ Հավիտենական ազատագրման գործ կա այստեղ։ Աստված ձեզ պահի, պաշտպանի։ Հացով ու գինով է կատարվում, մի կտոր հաց է, մի կում գինի է, ասենց ասած։ Շատերը իմիջիալոց ձեզ մի հատ լրացուցիչ հիշեցնեմ, մեկ էլ այսպես են ասում, այդ ժամանակ գինի չի եղել։ Կարծես թե մի քաղցր բան է եղել, ուղղակի մարդիկ գինի են ասել։ Ինչ են ստում, որովհետև իրենցից հորինել են, որ գինի խմելը մեղք է, երբեք Տիրոջ գրքի մեջ գրված չի գինի խմելը մեղք է, ասում է հարբեցողությունն է մեղք։ Ինստինկտիան գալիս է արդեն անհանգստություն։ Եթե գինի խմելը մեղք է, բա ինչ է տերունական ընթրիքի գինով անում։ Կամ միթե Տերը մեղք գործեց, որ ջուրը գինի դարձեց։ Հետո սկսում է ստել, ասել գինի չդարձեց, ասել կապոտ սարքեց։ Ստում են, որտեվ իրենք ասում են ժամանակ իբր գինի չի ելել, բայց ստում են։ Իրենց սուտ ուսմունք ուզում են պաշտպանեն, իբր իրենց ստով ուզում են Հիսուս պաշտպանեն։ Իբր ասեն Հիսուսը մեղք չի գործել, բայց ձեզով ասի խմելը մեղք է, հիմա Հիսուս եք պաշտպանում։ Ուղղվեք։ Ես վերջից գնացի մի խումբ, իրանց առաջնորդները երևում է հենց այդպես էլ սովորացել են, որ այդ ժամանակ գինի չի եղել, հյութ է եղել, այդ հյութը ուղղակի ժողովուրդը անվանել է գինի եւ այլ սուտ։ Ինձ հարցին արդյոք այդպես է եղել, ես ասացի չէ, ճիշտ չի դա։ Հիմա զգում եմ այդ հովվի աշկերը խառնվել է իրար, ինքը ամեն ձև ոնց հասկացնի մի խոսա, բայց ես ասացի ոչ թե իրան պետք է պաշտպանեմ, այլ Հիսուսին պետք է պաշտպանեմ, սուտ գիրքը պետք է պաշտպանեմ։
Ասես գիտեք, սա ճիշտ չի։ Սեղանապետը նախ ասեց մարդիկ հարբեցնող գինին, լավ գինին սկզբից են տանում հետո վատը, բայց դուք էսի կամ եթե հարբեցողություն չկա գինի, ինչ էր Պողոս ասում, մի հարբենա գինով, այլ լցվեք Սուրբ Հոգով։ Եվ այլ։ Շատ հատվածներ կա, որ վկայում է գինու գոյության մասին, ինչ են ստում ասում են գինի գոյություն չի ունեցել։ Իբր ուզում են Տիրոջը արդարացնեն։ Սուտ է, ուրեմն եղել է իսկական գինով, Տերը որ տվել է այս պատվերը, որ տերունական ընթրիքը պետք է կատարվի, թեև ես չեմ ասում, վերցենք ստուգեն գինիները քանի աստիճանա մեջ պա, չգիտենք այդ ժամանակ ինչքան աստիճան սպիրտը պարունակի, ամենայն դեպս ինչ որ կա մենք դրանով կարանք անենք։ Մի կումով ոչ էլ մարդիկ կհարբեն։ Հովանու 6:47-ից 52-ը եւ 64-65 ուզում եմ կարդալ ձեզ համար մեծ վկայություն ասում է Տերը խոսում է ժողովրդի հետ եւ ասում է ճշմարիտ ասում եմ ձեզ, կրկնակի ասում ճշմարիտ ասում եմ ձեզ, ինձ հավատացող հավիտենական կյանք ունի։ Վերջ։ Ինձ հավատացող կյանք ունի։ Հետո սկսում է որ Պողոս ասում է ձեր տկարության համար մարդկորեն եմ խոսում, որ դուք հասկանաք, եւ Տերը այս խոսքը մեկնում է, ինձ հավատացող հավիտենական կյանք ունի։ Ասում է ես եմ կյանքի հացը, ձեր հայրերը մանանակ կերան, անապատում եւ մեռան։ Սա է այն հացը, որ երկնքիցն է իջնում, որ եթե մեկը սրանց ուտի չի մեռնի։ Ես եմ կենթանի հացը, որ երկնքից է իջել։ Եթե մեկ այս հացը ուտի, հավիտյան կապրի, եւ այս հացը, որ ես կտամ, իմ մարմինն է, եւ ես նրան կտամ աշխարհի կյանքի համար։ Հետագայում ժողովուրդը ասում է ո՞նց կտա իր մարմինը ուտելու։ Այո, հենց իր մարմինը տալիս է ուտել է, այն չէ, որ ֆիզիկական ատամներով ծամել։ Հավատալը հենց ուտելն է։ Ով որ հավատա հավիտենական կյանք ունի, հետո Տերը ասում է, ով որ ուտի հավիտենական կյանք ունի, այսինքն հավատքը փոխվում է ուտելու արտահայտությամբ։ Ով որ հավատա, ուտելն ինչ է նշանակում։ Դրսից դու բան ես ընդունում քո մեջ։ Հավատքն ինչ է, ընդունում ես քո լսածը, այնի ատամներով ես ուտում, ես ականջով ես ուտում քո մեջ։ Խիտերը չէր հասկանում, իր մարմնով, իր անունով միլիոններով մարդ պետք է փրկվի, ամենահասարակ բանը, այդ միլիոններին մի մարմինի չեմ կարող կերակել դրան, բայց հավատք, այսինքն մարմնովս արած գործը եւ արյունովս արած գործը կդառնա հավատացողի համար հավիտենական կյանքի պատճառ։ Իսկ մարդիկ չէին հասկանում, ինչ անգամ աշակերտները ասեցին խիստ է այս խոսքը, ով կարող է լսել։ Հենց 64-65-ում Տերը պատասխան է տալիս իր աշակերտներին, ասում է հոգին է կենթանացնող, մարմինը ոչ մի օգուտ չի տալիս։ Այն բանը, որ ես ձեզ հետ խոսեցի, հոգի է եւ կյանք, բայց ձեզանց ոմանք կան, որ չեն հավատում, որտեղ Հիսուս սկզբից գիտե թե ով են հավատացողներ եւ ով է նա, որ պիտի մատնի նրան։ Այսը գիտեր, բայց ինչ ուշադրություն դարձեք, հոգին է կենթանացնող, ես ֆիզիկական բան չեմ ասում, այո, հոգեվոր իմաստուն իմ խաչը։ Այդ մարմինը զո է եւ պարտք վճարող է, ոչ թե եւ ընդունել հենց ասում է Հիսուսը գիտեր թե ովքեր են իրեն հավատացողներ եւ ովքեր չէ։ Ինչ է նշանակում նորից հավատքի վրա կանգնեց։ Ովքեր են հավատում եւ կունենան հավիտենական կյանք։ Փաստորեն Տերը խոսում է ուտելը, խմելը, այո, ով որ չուտի կյանք չունի, բայց մեկը տեսնում է սխալ ուսմունք, ինչ որ տեղերում սխալ առաջնորդներ վերցել են, սարքեն Տերը ասեց, ով որ չուտի կապել են տերունական ընթրիքի հետ։ Դու պետք է տերունական ընթրիք էլ չեն ասում, հաղորդության մասնակցես, որ ապրես։ Մարդը մասնակցում է, դե որը տենց արդեն մի անգամ կերել է, չես շատ տալի։ Կամ միթե մի Տեր էս հացը, էս գինի նկատի ուներ հավիտենական կյանքի պատճառ։ Մեկ է ստում են ասում, որ մենք ուտում ենք, մեր մեջ դառնում է միս, մարդակ երեք, դե դու ասում եմ մի օր ատամի տակ դառնա միս, ապացուցի որ միս է դառնում, մենք հավատում ենք, որ մեր փորի մեջ դառնում է միս, էս ինչ սուտ հավատք է, Տերը տես բանա պատվիր է։ Ասում եմ մի անգամ էլ մեր եղբայրներից մեկը տերունական ընթրիքից հետո գնաց ավտոճանապարհային ոստիկանը ասես խմածս հոտա գալիս ասում այն բանը ինքը ասես չեմ խմե որտեղ ինքը հավատում էր արուրա խմե ոչ թե գինի ասում ոստիկանն էլ ասես հələ փչեց ցույց չտվեց դեն մեկ աստված հրաշքար է էլ չի իմանում թե չափ կա խմելու որ այդ բանը նոր ցույց պետք է տա ոստիկանը խապվե հոտից բայց չգիտենք ինչքան մի կումը ցույց չի տա էդի
Ու իրանք եթե համարում են հրաշք ու ավելի են խափում ժողովրդին, որպես թե հրաշքա կատարվե, այդ գինին դարձել է արուն, դրա համար իբր ցույց չտվեց։ Ամենայն դեպս մենք պետք է առողջ մտածենք։ Տերը հավատքը նկատի ուներ։ Ոչ թե իր արունը լցել էր բաժակի մեջ կամ մարմինը կդրտել էր ամանի մեջ կամ ասում էր վերցեք մարմինս կդրտեք երեք։ Ուրեմն նշանակում է ընդունելու մասին 3:16-ում էլ հենց Տերը այս պատասխանը տվել է, ով որ հավատա չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա Աստծո որդուն։ Տերնական ընթրիքը հավատացողին հիշեցնում է եւ նաեւ կատարել է դավանություն է, որ այո, Տերը խաչի վրա զոհվել է իր մեղքերի համար, որ պատժից ազատի եւ իշխանությունից ազատի մեղքի եւ անգամ հավիտենական կյանք տա։ Եկեղեցի, որ մենք ասեցինք նաեւ համարում է Տիրոջ մարմին, մեր դավանությունը նաեւ սա է, որ մենք միացել ենք Քրիստոսով, օրինակ Կորինթացիների 10:16-17-ում ասում է այս օրհնության բաժակը, որ օրհնում եք, չէ որ հաղորդություն է Քրիստոսի արյան, այն հացը, որ կտրում եք, չէ որ հաղորդություն է Քրիստոսի մարմին, որտեղ մեկ հաց, մեկ մարմին ենք շատերս, որտեղ ամենքս այն մեկ հացից ենք վայելում։ Ուշացու դարձեք։ Անկամ ոչ թե Քրիստոսի մարմինն է անվանում հաց, այլ ասում մենք ենք մեկ հաց, եկ մեկ մարմին։ Եվ ասում որտեղ նույն հացից ենք վայելում, ասում մենք փրկվում ենք նույն հացով, Քրիստոսի անձով։ Հաց ինչի է անվանում Տերը հաց։ Ինչպես որ հացը իր մեջ զորություն ունի, սնունդ ունի, ասենց ասած, որ ուտողին կարող է ապրեցնել, բայց Տերը ասում է, այդ հացը, որ ուտում եք, նորից կմեռնեք, բայց Քրիստոսի մարմնի գործը ընդունողը ինչ է ստանում, հավիտյան ապրելու զորություն է ստանում, ոչ թե էլի ուրիշ զոհ պահանջում, ուրիշ զոհ, որպեսզի նա գնա անի, որ ինչա ապրի։ Առաջվա նման զոհերը անում են, դենց էլ չէին ապրում։ Բայց Քրիստոսի զոհը ուժ ունի հավիտենական կյանք տալու։ Աստված ձեզ օրհնի 12:12-ում եւ 13-ում առաջին Կորինթացիների մարմինը մեկ է, անդամները շատ, բայց մարմինի բոլոր անդամները շատ լինելով մարմինը մեկ է։ Այդպես է Քրիստոս, որովհետեւ մենք ամենքս մեկ հոգով մկրտվեցինք մեկ մարմին լինելու։ Թե հրյա, թե հույներ, թե ծառաներ, թե ազատներ, ամենքս մեկ հոգուց խմեցինք։ Այսինքն նորից մարմին, Քրիստոսի մարմին, որ ասենք երկու հարց կա դավանության տերնական ընթրիքի ժամանակ, որ օրինակ ջրամկրտության ժամանակ էդի չկար։ Չէ, հիշում եք, որ ասենք նմանություն ունի, բայց ինչ որտեղ էլ տարբերություն էլ ունի որոշ հարցում։ Մենք ոչ թե միայն հավատում ենք, որ Քրիստոսի խաչի գործով, որ մարմինի խաչով մեռավ եւ արունը թափվեց, ոչ թե մենք միայն հավատում ենք, որ Քրիստոսի մարմնով արյունով մենք ունենք մեղքերի թողություն եւ փրկություն, այլ նաեւ հավատում ենք մենք մեկ ենք Քրիստոսով, Քրիստոսի մարմինն ենք, մեկ ժողովուրդ ենք, մեկ ժողովք ենք, եկեղեցի ենք։ Ուրեմն դավանություն կա դրա մեջ է։ Դրա համար Պողոս առաքյալ ասում է, օրինակ 11-ում, որ ասում է շատերը անարժանաբար են մոտենում Տիրոջ մարմնին եւ արյանը եւ ինչ են անում, իրենց վրա դատաստան են բերում, ինչպես նաեւ շատերն են ննջած են, ասիկա այսպես, որ չեն զանազանում Տիրոջ մարմինը։ Այսինքն երկու հարց կա, որի ժամանակ կարելի է այդ խոսքը վերաբերում է այդ մարդկանց, ովքեր որ տերնական ընթրիքի մասնակցությունը չգիտեն սա ինչ է իրենից պարունակում։ Անարժանաբար է սա։ Փրկության հարց չկա, մեղքի այդ տեսել եմ մի երկրում, ուրիշ երկիրով արդեն լրիվ, Ուկրաինայում, ասես պարզ ասեմ։ Մի տարի եղավ մեծ ժողով էր։ Կիրակնի օրվա ժողով։ Հավատացալ, անհավատ խառը։ Եվ մարդը քարոզում է օրինակ ինչ-որ մի բան։ Կույրի աշքի բացումը կամ կաղի բժշկությունը քարոզին պրծան ասել դե ժողովուրդ ջաննես նստեք, մենք տերունական ընթրիք ենք, որ հաղորդություն տալիս։ Բերեցին սինիներով վերջ գինին հացնա դրեցին, որ մարդիկ օգտվեն, զարմանում դա ինչ ասում, քանի անգամ որ ուտեք եւ խմեք Տիրոջ մահը պատմեք մինչեւ գա, այսինքն առաքյալը տերնական ընթրիքի կատարման ժամանակ ցույց է տալիս թեման, ինչի շուրջ պետք է խոսաս, Տիրոջ մահը պատմեք, թեման սա պիտի լինի, ոչ թե կույրի աշկի բժշկումը, կամ կաղի բժշկումը, կամ էլ օրինակ որ գցես ծովը ճեղքվեց Մովսեսն անցավ, օրինակ եմ ասում,
Մենք դες 5 կտականից, նոր կտականից տարբեր բաներ պատմեմ, բայց Տիրոջ մահ եւ հարություն չկա։ Բայց տերունական ընթրիքի թեման ուզում է 1000 անգամ կատարես, ինչպես որ իսրայելցիները 3000 անգամ մոտարապես կատարեցին, թե ժամանակներ եղավ, բաց թողում եղավ, ով որ մնում էր Իսրայելում անում էր։ Անգամ իրենց գերության ժամանակ ոմանք Իսրայելում են անում էին, իսկ ոմանք էլ գերության մեջ բարձր իրենց չէր հաջողում անել, բայց ընդհանրապես մոտ 3000 անգամ տենց եմ ասում, իրանք նույն սեղանն էին փռում, նույն դետալներով եւ չէին էլ ձանձրանում, նույնը կրկնելը։ Նմանապես ուզում ես 3000 անգամ տերունական ընթրիք արա։ Նույն թեմայից չպետք է ձանձրանաս, վերջ է տան։ Տերը դա է տվել, Տիրոջ մահ պատմեք ինչ, որտեղ մահն է, որ քեզ մեղքերի թողությունն է, շատերի մեղած թողության համար։ Էլ ուրիշ ինչ պատմեմ, ճիշտ է, շատ կարևոր է, Տիրոջ ճանաչողությունն եմ ձեռք բերում, երբ որ Տերը օրինակ ջրի վրայով գնաց, կույրի աչքը բացեց, բայց սա մեղքերի թողության հետ կապ չունի։ Դրանք ուղղակի մեզ օգնում են ճանաչողություն ձեռք բերենք, վստահենք Տիրոջը, արդեն տեսնենք Տերը ինչ կարող է անել, նաև որ մյուս գործերն էլ վստահենք։ Այն օգուտներս այնա, որ երբ որ նման դեպքեր մեկի հետ պատահի, մենք հասկանանք Տերը կարող է բուժել եւ օգտվի, սակայն տերունական ընթրիքի թեման Տիրոջ մահն է, ուրիշ բան չի, որ պետք է քարոզվի։ Ուրեմն Եփեսացիների 1:22-ում, 23-ում, այսպես է ասում, եւ ամեն բան հնազանդեցեց նա ոտքի տակ եւ նա Հիսուսի մասն է, Աստված էլ հնազանդեց Հիսուսի ոտքի տակ եւ նա գլուխ դրեց եկեղեցուն բոլոր բաների վրա, որ է նրա մարմինը, այն լրումը, որ ամենը ամենի մեջ լրացնում է։ Ուրեմն տեղ կա, այո, անգամ մենք տերունական ընթրիքի հաց ուտելուց ցույց ենք տալիս, մենք նույն մարմնով ենք փրկվում եւ դարձած ենք նույն մարմին։ 4-ի 1-6-ում էլ ասում է արտահայտում եմ ձեզ Տիրոջ համար կապվածս, ասենք բանտից էր գրում Պողոս այս թուղթը, որ այնպես գնաք, ինչպես որ կվայելի այն կոչումին, որի մեջ կանչվեցիք։ Այնպես գնաք, որ վայելի, մեկ մարմին ենք, օտարներ չենք, ձեր կոչումին վայել ձևով գնացեք։ Եվ իհարկե միայն սրան չի վերաբերում, ասում ամեն խոնարհությունով եւ հեզությունով եւ երկանամտությունով, սիրով, իրար համբերելով, ջանալով հոգու միաբանությունը պայել խաղացան կապով։ Մեկ մարմին եւ մեկ հոգի, ինչպես կանչվեցիք, ձեր կոչումի մեկ հույսի մեջ։ Նաեւ կոչումը շեշտ է դնում մեկ մարմին եւ մեկ հոգի։ Մեկ Տեր, մեկ խավատ, մեկ մկրտություն, մեկ Աստված եւ ամենքի Հայր, որ ամենքի վրա եւ ամենքի հետ է եւ ձեր ամենքի մեջ է։ Տերունական ընթրիքի խորհուրդ, այո, այս հիշելը շատ կարևոր է, երբ որ մոռացար փրկության պատճառը, ինչի հիման վրա պետք է ունենաս թողություն եւ փրկություն։ Դիտմամբ Աստված այս երկու խորհուրդը դրել է, որ մենք միշտ հիշենք մեր փրկության աղբյուրը։ Մեկը կարող ասի, ես հավատացել եմ 10 տարի առաջ, բայց չէ որ մենք մեղանչական բնություն ունենալով ճիշտ է իշխանություն չունի մեղանչական բնությունը մեզ վրա, սակայն որպես մարդ սայթակում ենք Սուրբ կոչանում նորից վերադառնալ խաչին, այս քո գործածը ջնջելու, ասենք թողություն ստանալու։ 10 տարի առաջ ընդունել եմ, լավ եմ արել, բայց հիմա եթե մոռացել եմ, ինչով է ջնջվելու քո մեղքը։ Ուրեմն դրա համար Տերը կոչվում է մշտնջենական զոհ, ամենօրյա զոհ։ Ամեն օր մեզի պետք է Տերը, ամեն օր։ Ճիշտ է տերունական ընթրիք ժամանակ արդ է տալիս մենք հիշենք, բայց նաև սա ակամայից ամեն օր պետք է հիշենք։ Որտեղ ամեն օր մենք այս մի աշխարհի մեղանչական աշխարհի մեջ ենք։ Մեղավոր աշխարհի մեջ եւ ամեն պահ հնարավոր է որ դու սայթակես, մեղանչես, սխալվես եւ այլ ուրիշ միջոց չկա քո փրկության։ Քրիստոսի մարմինը եւ արունն է որ դու պարտական ես հիշելու քեզ համար, քո օգուտի համար։ Դու քեզ ես օգնելու եթե հիշես։ Հավատքով որ այո, Տերը էս էլ ներեց որ ես կատարեցի։ Ոչ թե վերցե մեկը Տերը կների, ինչպես մեկ ասում էր։ Ես որոշել եմ մեղանչեմ, գնամ եղբայրների մոտ խոստովանեմ։ Ոնց։ Ասում մամաս էլ էր այդպես անում։ Դու ինչ ասանում ես, ասում մեկ այդ հալում եղբայրների մոտ խոստովանեմ։ Այս նշանակում է մեղքը ընտրել։ Բայց իմ ասածը մեղքը ընտրողի մասին չի, սայթակողի մասին է։ Մի կարևոր հարց էլ ասեմ, տեղեր կա տերունական ընթրիքի ժամանակ ոտնու լվա են անում։
ոտնու լվա են անում, մեղադրում են այն խմբերին, ովքեր ոտնու լվա չեն անում։ Շատ են ոտնու լվայի մասնակցել, բայց Տերը դա չմիացրեց տերունական ընթրիքի մասու բաժին, ուխտի մաս չսարքեց։ Գիտեք, ընթրիքից հետո վեր կացավ, գնաց, ասենք արդեն ուրիշ դաս տվեց, ծառայության համար։ Ես ձեր ոտքեր լվացի, Երանի նրան, որ էսի պահի չէ, եւ ինչ ասեց, ինչ կոչարեց, դուք էլ այդպես արեք, եւ ասեց, ես Տեր լինելով ձեր ոտքերը լվացի։ Այսինքն Տերը, որ ուղարկում էր առաքյալներին ծառայության, ես ձեզ աղայության չեմ ուղարկում, ծառայության եմ ուղարկում։ Տիրոջ օրենքը լավ սովորություն ունի։ Ամեն բան պետք է հաստատվի 2-3 վկայությունով։ Ծառայության հետ կապված ուրիշ տեղը Տերը շատ ասում է, բայց տեսնում եք, միայն Հովանու ավետարանում է ոտնու լվան, տերունական ընթրիքը բոլոր ավետարաններում կա։ Ոտնու լվան միայն Հովանում ավետարանում է, տերունական ընթրիքը կա գործ կառաքելություն, տերունական ընթրիքը կա թղթերում։ Ոտնու լվա չկա։ Եթե ես ուզում եմ մտցնել տերունական ընթրիքի մասու բաժին ոտնու լվան, ուրեմն պետք է ապացուցեմ 2-3 վկայությունով։ Սա առանձին մի արարողություն է, ծառայության, եւ ելնում է, երբ որ մենք մարդ ենք ձեռնադրում ուղարկում ենք ծառայություն, այդ ժամանակ այդ մարդու ոտը լվում ենք հիշեցնելով Տիրոջ այդ խոսքը, որ քեզ ծառայության ենք ուղարկում։ Այն հոյուների նման չի, աղա ժողովուրդը դեմը ծառա։ 10-րդն էլ իմն է, հա? Այդպես չի։ Աստված ձեզ օրհնի։ Ուրեմն մենք տերունական ընթրիքով 2 հարց ենք ձեռք բերում, մեկացում Տիրոջ հետ, մեղքերի թողության հետ կապված եւ մեկացում ժողովրդի հետ։ Նաեւ դավանությունը, ինչպես Հռոմեացի 10:9-10 մեջ գրած է, սրտով հավատում ենք, բերանով դավանում։ Տերունական ընթրիքը պետք է կատարվի հավատքով։ Եվ վերջում ով կարող է մասնակցել տերունական ընթրիքին, նախ մկրտվածը, չեմ մանրամասնում, որ մկրտված պետք է լինի ապաշխարած։ Նա որ մկրտվել է, որտեղ Տիրոջ տան անդամների համար է տերունական ընթրիքը, նաև եթե տերունական ընթրիքը կատարվում է, ինչպես կոնթացների թղթում էր ասում, մարդիկ աչառություն են դնում եղբայր-եղբոր մեջ, քույր-քրոջ մեջ, ազգերի մեջ կամ հարուստ աղքատի մեջ, նրանց արգելվում է մասնակցել, որտեղ ասում է իրենք անարժանաբար են մոտենում եւ իրենց համար դատաստան են ուտում խմում, ոչ թե փրկությունն են հիշում։ Մի գործողություն, որ քեզ պատիժ է բերելու, իմաստունի անես այդ որ։ Ավելի լավ է չմասնակցել, դրա համար ասում եմ, եթե մենք մեզ դատենք, աշխարհի հետ չենք դատապարտվի։ Ավելի լավ է խոստովանենք, որ ես սխալ եմ, ուղղվեմ եւ գամ տերունական ընթրիքի մասնակցեմ։ Իսկ եթե կուզի Հուդայի նման մասնակցի, իր գործն է, ինքը կտուժվի։ Վիճակներ կա, որ մատուցող չգիտի, ես ինչ վիճակի եմ։ Եթե ես ինքսից խափում եմ, գնում եմ դատաստանի համար եմ մասնակցում, ես ինքսից խղճամ գոնե։ Տերը ձեզ օրհնի։ Տերունական ընթրիքը Տեր Հիսուսի կողմից պատվիրված արարողություն է, որը խորհրդապատկերում է Տեր Հիսուսի զոհաբերվելը մարդու փրկության համար եւ հիշեցումն է նոր ուխտի Աստծո հետ։